Սանի կողմից որ ինձ էլ էր դուր գալի, մենք միջև այդ խոսում էինք աղանդներից։ Ու Վազգենը նաև մի քիչ առաջ եկեղեցուց էր հարցնում, որպես հոգևորական, հա, որը որ երկարամյա ծառայություն է մատուցել եկեղեցուն ու վստահ եմ դեռ շարունակելու է մատուցել, ինչով է պայմանավորված, հարցնում են, այդ աղանդների լայն տարածումը, ինչով է այդ աղանդն ավելի գրավիչ, քան հայ առաքելական եկեղեցին, ինչն է պատճառը սրա։ Այք սա շատ բազմաշերտ հարց է, Նարեկ ջան, եւ ես չեմ կարծում, որ մենք մի 5-10 րոպե, 20 րոպե, թեկուզ կես ժամ շատ մակերեսային թեկուզ կամփոփենք դա։ Ինչով է պատճառը։ Ես գրավչության մասով չեմ ասում։ Հիմա եթե խորքային գնամ պատասխանելու, մեր հայրերը հետեւյալ պատկերն են տվել եւ եկեղեցուն կալումն էլ այդպես է։ Դու ինչ ես ուզում, զվարճություն, թե պաշտամունք։ Դու ուզում ես ժամանց, թե պաշտամունք։ Հիմա եկեղեցին պաշտամունք է առաջարկում։ Իրանք ժամանց են առաջարկում։ Ժամանց են առաջարկում։ Երկրորդ, մենք խոսում ենք աղանդների մեջ ներգրավվածների մասին, բայց չենք խոսում դուրս եկածների մասին։ Մենք էլ ավտոմատ լծվում ենք, մեխանիկորեն լծվում ենք այդ քարոզչության process-ը։ Դրանց գրավիչ դարձնելով գործը։ Երրորդը, մի շատ կարևոր հանգամանք գոյություն ունի, համայնական կյանքն է։ Մեր եկեղեցին իր համայնական նկարագիրը պետք է շատ ուժեղացնի։ Այսինքն համայնքի անդամները պետք է նաև մասնակցություն ունենան, պատասխանատվություն կրեն։ Այդ աղանդավորական այս կամ այն կազմակերպության համայնքի անդամները շատ պատասխանատու կերպով ներգրաված են նաև քարոզչական աշխատանքներում։ Իրենք գնում են, մարդ են բռնում, ձեռից բերում են եւ այն միայն իրենց նույնիսկ կարող իրենց հովիվները կապել չունենան անկեղծորեն ասած։ Մեր եկեղեցում մեծամասամբ ամեն խնդիր մեր քահանաների վրա է։ Երրորդ մեր հոգևորականության վրա։ Չորրորդ մասը այս ահռելի հակաքարոզչությունը, որ եկեղեցու դեմ ծավալվում է, ահռելի ծավալով, աննկարագրելի ծավալով, բոլոր ուղղություններով, սուտը, ճիշտը, իրավը, անիրավը, լրիվ իրար խառնած, ինչ կա ասելու, բոլոր առումներով եւ եկեղեցին 90-ականներին, երբ որ մեր վերանկախությունը հռչակվել է, ժամանակը, ես նորից եմ ասում, կացնահարված եկեղեցի է եղել։ Ժամանակը չի ունեցել հանդարտ ժամանակը, որ կարողանա ամբողջությամբ վերատեսության ենթարկել իր ամբողջ ընթացքը, չի եղել հանդարտ ժամանակ։ Ներքին ցնցումներից, մեր արցախյան ազատամարտից սկսած, ներքին ցնցումներից վերջացրած։ Մի մոռացեք, սրանք էին առաջինը չասեմ, բայց այդ շարքում ամենաառանցքայինը, երբ որ 2008 թվին էր, ինչ հարձակում էին, հենց այս նույն չարիքը, ինչ հարձակում էր գործում, ինչեր էին ասում, առաջին այդ մեծ, ամենամեծ հարվածը, այդ իմաստով ինքն է տվել հենց, այդ ժամանակ դեռ, և դա շարունակական է դառել, հիմա եկեղեցին բնականաբար, եկեղեցականները, ոչ թե եկեղեցին, հազար մի խնդիր ու թերություններ ունենք, դա ոչ մեկ չի բացառում, սահմանափակ թվով, քիչ ռեսուրսով, միևնույն ժամանակ տարբեր խնդիրներով, դրանց մեկի մասին Վազգենը ակնարկեց քիչ առաջ, ես իմիջիայլոց հասկանում եմ ինչի մասին է ասում, բնական է դա, բայց դա ներքին կյանքի վերակազմավորման է, եկեղեցին կարիք ունի որոշ շրջան հանդարտ ապրելու, անընդհատ հարվածների տակ, դե շրջանը ապրեց հանդարտ, մի շրջան հանդարտ չի եղել տենց շրջան, քիչ եղել, օրինակ 99-ից մինչև 2000 չի եղել, ներքին ցնցումներ, հազար ու մի բաներ, հոկտեմբերի 27-ը դա ամբողջ վերածառայություն, հենց տեսեք ինչ ժամանակներ, ինչ իմանամ, դրանից հետո հաջորդող հազար ու մի ներքին խնդիրներ, ընտրություններ, անընդհատ ընտրությունները պատմություններ են դարձել մեր երկրում, եւ այսպես շարունակ, հիմա սրա մասին էլ կասեմ, կողմի դեմի խնդիրը չէ, իրավիճակն է նկարագրում, արդար անարդարի մասին չի, իրավիճակի, այսինքն 30 տարվա մեջ անընդհատ մեր կյանքը եռացել է, մենք որպես պետություն, պետականությունը գոնե ինչ որ լիարժեք խաղաղության, հանդարտության ժամանակ չենք ունեցել, անընդհատ ինչ որ մի բան հաջորդել է, ներքին ցնցումը ավարտվել է, արտաքինն է սկսել, արտաքինը ավարտվել է, ներքինն է սկսել, եւ այսպես շարունակ, բայց մի կարևոր հանգամանք կա, ես իմ սկզբունքը կյանքում եղել է որպես հոգևորական, ընդհանրապես չխոսել աղանդների մասին, գործել դաշտում,
Հանել Ես ասել եմ, որտեղ մենք լիարժեք ներկայությունը կունենանք, այնտեղ իրենք տեղում չորանում են։ Սրբազան, բայց մի բան էլ էլի, իրանք աղանդ ասել է, իրանք փորձում են ինչ անի, հիմա օրինակ աղանդի փոխարեն ինչ որ եկեղեցիներ են դրել անունները։ Օրինակ ասում են, չգիտեմ, մի քիչ առաջ խոսում էինք Վազգենի հետ, պատմում էր մի իրավիճակ, երբ որ ինչ-որ մարդիկ ասել են գնանք եկեղեցում, մեր եկեղեցում անենք, Վազգենը եկեղեցուց գնացել ցել եկեղեցին որն է, ինձ էլ ասում է քեզ դուր կգա ձենի հետ կապված, ամեն ինչ լավ է։ Անես ձեն են դնում, Զվուկը լավ է։ լուրջ եմ ասում, ուշադրություն են դարձնում տես բաների վրա, որ սենց նենց խոսա այդ իր բաները ասի, այս սենց ականջի մեջ մարդեն որ վեր կաց։ Վեր կաց։ Հիմա էլ մարդիկ օրինակ ով քեզ մեծ նաուշնիկներով լսում, ես էլ պիտի սենայի, նայ լայքեք։ Լայքեք այս տեսանյութը։ Դա նկատում թե չէ տեսակ ավար։ Ժողովուրդ ջան, լայքեք այս տեսանյութը։ Չէ, իրականում այդ ամեն ինչը պարզա որ սրանց Մեթոդներն են տարբեր, մենք պետք է շատ օգտագործենք ժամանակակից գործիքներ։ Հիմա դուք օրինակ տվեցիք, չէ, ձայնը եւ այլն։ Իրենք շատ են բաներ, այդ եկեղեցի կոչված, ասենք, բջիջներ են այսպես քաղցկեղի պես տարածված։ Ես մի բան ասեմ, սրբազաններ, ես ախր ներսից էլ ինչ իշխանով որ տեսել եմ, ոչ թե լինելով ներս, այ ծանոթ եմ ունեցել, մտերիմ եմ ունեցել, որ մեջն ա եղել։ Ես տեսել եմ երիտասարդության վրա ինչ իրանք շեշտ են դնում։ Ու ես եթե կհիշեք մի անգամ ձեզ հետ էլ որ խոսում էինք, ասացի որ ձեր թեմի այդ երիտասարդները որ այդքան աշխատում են ու նաև մտել եք համացանց, դա շատ կարևոր գործողություն, որովհետև իրանք ինչ են անում, իրանք դարձնում են իրանցը թրենդային եւ փորձում են դրանով ներգրավել երիտասարդներին, պարային խմբեր են անում, երաշտական խմբեր, ինչ որ նենց գործողությունների բան են անում, որ ու հետո վտանգը ստե որն է, օրինակ ես ինչի ասա կարևոր է համատեքստում խոսելը, որովհետև այս մարդկանց հետ որ խոսում ես, իրանք իհարկե դրա մեջ այն մարդիկ ովքեր հաճախում են դա, իրանք չեն տեսնում դրա թաքնված վտանգները, իրանք թվում է դե ինչ վատա որ մեկ փողով են օգնում, եսիմ ինչով են օգնում, երեխեն էլ գնում, դե թո Աստվածավախ լինի, հենա լավ է, ինչ վատա, իրան հասանելի լեզվով են խոսում, նաև ապահովում են որոշակի զբաղվածություն, այսինքն այդ իրանց խմբակներով եւ այլնով, բայց չեն հասկանում, որ գալիս է օր ու ես վստահ եմ, որ այդպես է, որ այդ մարդկանց օգտագործում են, որպեսզի արվի հստակ գործողություններ։ Օրինակ ասում են, ես ասեմ քեզ, պարզ ասեմ, մարդկա ինձ ասել է, որ X եկեղեցի չասենք էլի, X հիմնարկի հավաքատեղի արի ասա էլի։ Բան ասենք, արի կրոնական կազմակերպության, դե ոնց կա տենց ասենք, կրոնական կազմակերպության հովիվը եկել ասելա, որ Ժորժ ջան, մեզ համար, մեր եկեղեցու համար լավ կլինի, եթե լինի ահա այսպես։ Ինչը նշանակել է, որ գնացեք ընտրեք կամ գնացեք պայքարեք կամ արեք X գործողություն։ Իրանք դա նենց են մոտիվացիան մասին չի խոսքը, էլի որևէ պարագայում։ Առաջ իշխանության լավ կլներ ընդդիմությունները, դե կարանայինք այդ սեկտաներին մեզանով անենք, սա հավաքվեին ասեին գնացեք Նիկոլի դեմ, մեզ համար լավ կլինի, որ Նիկոլ էլ չլինի։ Ախպեր ջան, հետո այդ տաքս սեկտաների հարցը մի ձև կլուծեինք, թո կպնեին մեզ օգնեին, ախպեր, դրանք ֆանատիպես գնում փողոցները փակում են։ Կարիք չկա, չէ, Վազգեն ջան, կարիք չկա, որ հետո էլ պարտադրանքի տակ չեն։ Ես իմ վրա կվերցնեմ։ Ես հետո կասեմ ախպեր, ներողը լեք, կգցեմ։ Եթե նայեք, քրիստոնեությունը, կրոնը ընդհանրապես լայն իմաստով եւ հատկապես քրիստոնեությունը ճշմարտության մասին է։ Ուրիշ բան չվերցնենք գաղափար, ճշմարտության մասին է։ Հիսուս ինքն է ասում, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Հիմա ճշմարտության մասին է։ Ես քանի առիթ օգտագործել եք, ասում եմ, բոլորին, կրոնական կազմակերպություն, սա, նա, ինչ որ կան։ Մանավանդ նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Այս իրավիճակը, երբ որ ասում ճշմարտության մասին է, դուք համարում եք, որ ճշմարտության մեջ ենք մենք ապրում, իրենց բոլորին։ Այս իրավիճակի մեջ իրենք ճշմարտության համար պատրաստ են դուրս գալու հրապարակը որևէ տեղ, թե ապրելու իրենց կոնֆորմիստ վիճակում ստի հետ հաշտ։ Եթե ապրում են ստի հետ հաշտ, ուրեմն իրենց քարոզչությունը եղածով սուտը, ուրեմն իրենց քարոզչությունը ամբողջությամբ ներսից դուրս սուտը, ուրեմն ճշմարտության հետ կապ չունեն այս մարդիկ, ոչ էլ քրիստոնեության հետ։ Եթե չունեն ճշմարտության հետ կապ, ուրեմն քրիստոնեության հետ էլ չունեն։
Եվ սա, այո, ես ասում եմ, դատելով եմ ասում սա, դատելով իրավիճակը։ Մենք ապրում ենք ստի կեղծիքի տիրույթում, այս մարդը, որը այսօր Չարիկը կառավարի, այսպես ասած, կառավարիչն է մեր երկրի, չէ՞, գոնե մինչև հիմա, ամբողջությամբ ստի մեջ ապրող մարդը գեներացնող, եթե որևէ մեկը կա, քրիստոնյա մարդ, որ համաձայն է կոնֆորմիստ վիճակով, ինչ ասած, համերաշխ ապրելու այս ստի մեջ, ուրեմն ինքը քրիստոնյա չի։ Միանշանակ։ Գործնական իմաստով էլ չի, տեսական իմաստով էլ չի, որևէ ձևով քրիստոնյա չի ինքը։ Համաձայն եմ։